այստեղ մի հատ ուրիշ բան կա, որը իմ համար շատ ցավալի է եղել ու ես միջև վերջը դրա հանգամանքների բարձման մասով գնալու եմ 23 թվականին Ադրբեջանի ագրեսիայից հետո եւ այդ 1.5 օրվա պատերազմական գործողություններից հետո հրաման է ստացվել վառել պաշտպանության բանակի եւ նրա ենթակա բոլոր զորամասերի մարտական դրոշները։ Հասկանում եք սիմվոլիկան, այսինքն ոչ միայն լուծարման հրամաններ են տրվել, այլ նաեւ ոչնչացվել է Երևանից է հրամանը եկել թե տեղում պաշտպանության բանակը։ Երևանից է եկել եւ դրա բարձաբանումը պիտի տա այն ժամանակվա պաշտպանության բանակի հրամանտար Կամո Վարդանյանը, որ հիմա գլխավոր շտաբի խորհրդականի պաշտոնում է եւ ամենալավը դրա պատասխանը ինքը պիտի տա։ Դա եղել է իր նախաձեռնությունը, թե այդ մասին հրաման է ստացել համապատասխան անձինց, որն եղել նաեւ դրա պատճառը։ Իսկ այդքան парքի ճանապարհ անցած զորամասերի բոլոր դրոշները այրվել։ Այո, մարտական դրոշները վառել են տվել պաշտպանության բանակի մարտական դրոշը, հա։ Ու այդ մարդը, որ նման հրաման ա տվել, պաշտպանության բանակի մարտական դրոշը։ Այո, ու այդ մարդը, որ նման հրաման ա տվել, հələ դեռ այսօր ամոթել ունի պաշտպանության նախարարության համակարգում ծառայություն ա դառնում, հասկանում եք։